Աղոթքի նախաճաշ Միացյալ Նահանգներից սկիզբ առած այս միջոցառումը հասավ Հայաստան։ Վաղը առավոտյան շուրջ 300 հյուրեր Մայրոթի Տիգրան Մեծ սրահում կնախաճաշեն ու համատեղ կաղոթեն։ Հյուրանոցից մենյուն հրաժարվեցին գաղտնազերծել, բայց աղոթքի նախաճաշերում ընդունված է սեղանին սերուցքային պանիր, վարսակի փաթիռներ, նարնջի հյութ ու սուրճ դնել։ Այս պատմության մեջ հանդիսավորն ամենևին էլ նախաճաշը չէ։ Ամենուս համար նոր է խոսակցությունը անգլերենով շարունակեմ. It's about coexistence between different religions. And Armenia is one of the countries that allows many religions to prosper peacefully. So, new idea. Աղոթքի ու նախաճաշի նախօրեին այսօր ազգային պատկերասրահում ֆորումի էին հավաքվել հյուրերը, ովքեր ու ինչ էին խոսում ներսում լրագրողների համար փակ էր այդ ամենը։ Մասնակիցներից Ռուբինա Հովանիսյանը կարճ ընդմիջման էր դուրս եկել, մի քիչ լուսավորեց։ Մեր կառավարությունից անդամներ են եղել Վաշինգտոնում, որտեղ եւս աղոթքի նախաճաշ է լինում պարբերաբար, եւ մտածել եմ, որ լավ գաղափար կլինի նույնը նաեւ Հայաստանում կազմակերպել։ Քննարկում են տարբեր թեմաներ, հիմա կոնկրետ հենց քննարկումներ են գնում եւ քաղաքական եւ ընտանիքի շատ տարբեր սկզբունքային թեմաներ, օրինակ նույնքը ապորտի մասին են խոսում, թե ինչով է վտանգավոր Հայաստանի համար, խոսում են Թրամփի ճանապարհի մասին, խաղաղության ճանապարհի մասին են խոսում, քննարկում։ Ով է կազմակերպել հայաստանյան առաջին աղոթքի նախաճաշը։ Պաշտոնական կայքեջում կարդում ենք հայաստանյան քաղաքացիական հասարակությունը Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Քաղաքացիական հասարակություն ասելով հավանաբար նկատի ունեն մի նորաստեղծ աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ, որը ղեկավարում է վարչապետի տիկնոջ կրթվելը նորաձև է ծրագրի համակարգող Ստեփան Սարգսյանը։ Նորոգել Հայաստանի հոգևոր հիմքերը, ամրապնդել քրիստոնեական արժեքները։ Ըստ կազմակերպիչների, սա է այս միջոցառման նպատակը։ Որևէ կապ չունի Մայրաթորը կազմակերպչական աշխատանքների հետ։ Մայրաթորը սակայն մասնակցության հրավեր ստացել է, շեշտեց Տեր Եսայի քահանան։ Դանիել եպիսկոպոսն է ներկա եղել կարճ ժամանակով։ Մեկ պանելային քննարկմանը մեր Մայրաթորից մասնակցությունը այդքանով է եղել։ Աղոթքի շուրջ համախմբվելը լավ է, բայց չգիտենք արդյոք սա քաղաքական հավաք է, հոգևոր ինչ ազդակ ունի։ Ամեն դեպքում հայ եկեղեցու ավանդույթի հետ կապ չունի, ընդգծեց Մայրաթորի ներկայացուցիչը։ Աղոթքի նախաճաշի շուրջ համախմբում մի փուլում, երբ իշխանությունը եկեղեցական վերնախավի մասին խոսում է ամենավերջին բառապաշարով։ Հոգևոր նորոգում է սա, թե քրիստոնեական արժեքների ամրապնդում։ Հայաստանի նախագահի ելույթում ոչինչ չեն գտնի։ Վերջին կես տարում ներհայաստանյան առօրյան փոթորկած թեմայի մասին։ Այսպիսի հարթակները աղոթքի, խորհելու, բաց երկխոսության ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավաքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ, հանուն համերաշխության եւ խաղաղ ապագայի։ Արագ նյութերում չենք մտնալ, գիտեք, ադեսակ նյութերում չենք մտնալ, ես զույցերիա գավրեմ, ոնց չեմ ապրել։ Շվեյցարահայ գործարար Էդմոն Ավագյանը իրադարձություններին հեռվից է հետևում։ Կարողությունը չունենք պոզիցիոն բռնելու։ Պորտուգալիայից է եկել քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Պաոլո Կրուզը։ Ինչ որ բան լսել եմ այդ մասին, որ հոգևորականներն ու քաղաքական գործիչները պայքարում են։ Լավ կլինի լիահույս է աղոթքի նախաճաշի հրավիրյալը։ Նա այս միջոցառումը շատ կարևոր է համարում լավ առիթ է խոսել կյանքից, քրիստոնեական արժեքներից, նաև սոցիալական հարցերից։ Արցախցի Ռոզալիա Հարությունյանը ելույթ ունի։ Ելույթում հիմնականում անդրադառնում եմ այն ճանապարհին, ինչ որ անցել է հայ կինը, արցախցի կինը անցնելով Հակարին Արցախից դեպի Հայաստան։ Իսկ արցախցիների Հակարիից հետոյի փորձություններին Ռոզալիան չի անդրադառնա, ասաց ելույթն ընդամենը 8 րոպե պիտի լինի, նա խնդրել է գլխավորն ասել։ Օրինակ, որ հայ կինը անկոտրուն է, ուժեղ կամք ունի։ Երկխոսության լավ հնարավորություն է սա։ Գործարար Հայկ Մարգարյանը եկել էր պատմելու, ինչպես հաջողել բիզնեսում առանց պատվիրանները խախտելու, հոգևոր արժեքները պահպանելով։ Հոգևոր վերնախավի դեմ իշխանական պայքարը իր ոլորտը չէ։ Խնդրում եմ քաղաքական հարցերով իմ հետ չխոսաք։ This is Yerevan, the capital of Armenia. Աղոթքի նախաճաշի շուրջ հովվերգական մթնոլորտը խախտում է քրիստոնեական համերաշխություն կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելտքամփը։ Հայաստանի իշխանությունը բանտ է նետել 4 հոգևորականի եկեղեցու ավելի քան 20 աջակցի, ահազանգում է նախաճաշի այս հրավիրյալը։ Իր կազմակերպությունը թույլտվություն է խնդրել այցելելու բանտարկյալներին։
And Armenian human rights groups are telling us Հայաստանյան իրավապաշտպանները մեզ ասում են, որ այս մարդկանց ներկայացված մեղադրանքները երբեմն կեղծված են, երբեմն չափազանցված, այսինքն սրանք քաղաքական հետապնդումներ են, նրանք քաղաքական բանտարկյալներ են։ Ջոել Վելտքամփը մյուս սեղանակիցներին առաջարկում է բարձրացնել այս հարցերը։ Հայաստանի կառավարությունում կարծում են, որ անարգել կարող են ճնշումներ եւ ոչ ժողովրդավարական մեթոդներ կիրառել, ու մենք այդ մասին ոչ մի հարց չենք տա իրենց։ Իդեպ այսօր երեկոյան վարչապետն է ելույթով միանալու աղոթքի նախաճաշի հրավիրյալներին։ Վաղը նախատեսված է այցելություն նաև Մայրաթոր, տաճար ու թանգարաններ կայցելեն հյուրերը։ Նրանցից շուրջ 20 հոգի ցանկացել է ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպել։ Մայրաթորից ասացին, վեհափառը կսպասի նրանց։